Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի մասին, Հայաստանի մասին, հայոց պատմության մասին, աշխարհի մասին խոսում են նույն լեզվով, նույն բառերով։ Ադրբեջանը ասում էր, որ մարդիկ իրենց կամքով են գնացել, կամ ինչպես Փաշինյանը հիմա արդեն սկսել ասել, փախել են։ Ալիևը տարիներ շարունակ նաեւ վերջերս ասում էր, որ այդ մարդիկ մեղ չունեն։ Ինչքան բան է փոխվել վերջին 2 տարվա մեջ։ Կամբերայից մինչև Լոս Անջելես։ Ցեղասպանագետները տարակուսած են։ Դատյանք ասում են նոր պատերազմներով նոր տարածքներ են գրավելու արա։ Ադրբեջանի վրա ազդելու, աշխարհի վրա ճնշում գործադրելու միակ միջոցներ, պայթեցնել այդ գազամուղը։ Գետին է մտնես, ուզում ես հաղթենք։ Ամուր չես անում էլի։ Այլընտրանքի համար ցույց տամ առաջին քայլը։ Մի գնացեք, մի քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին։ Եվ հետո արդեն կգան մնացած քայլերը։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը։ Իմ մոտ արդեն այն չարագուշակ տպավորությունն է, որ այս ոդքասթը անդադ ինչ-որ սրընթաց անկման մասին է։ Առաջին հերթին մարդկային անկման, որտեղ ամեն անգամ եթեր մտնելուց պարոն Մարուկյան, մենք երևի առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ սրանից այն կողմ էլ բան չի կարա լինի, բայց ամեն անգամ մեր հույսերը չքանում են ակնկալիքները եւ ավելի անբարոյական բան է տեղ ունենում, արդեն եթե առաջ խոսում ենք որոշակի թույլ փաստերի եւ ենթադրությունների մակարդակում, բայց հիմա արդեն ունենք հստակ ապացուցողական տվյալներ, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապամոնտաժում է երրորդ հանրապետությունը, մարտահրավերա նետում երրորդ հանրապետության հիմքում գտնվող սովետական Հայաստանի ինքնությանը, որքան էլ սա լիքը առաջադեմ մարդիկ հերքեն, ժխտեն, բայց սովետական Հայաստանը նաև երրորդ հանրապետության հիմքում էր։ Եվ Հայաստանում լեգիտիմ են դառնում ադրբեջանական նարատիվները։ Սրանից մի տարի առաջ մենք սրա մասին էլի խոսում էինք, բայց ենթադրություններ էին կանում, ինչ-որ վերլուծություններ, ինչ-որ թելեր բերում էին սրան, բայց հիմա արդեն ուղիղ տեսնում ենք, որ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի մասին, Հայաստանի մասին, հայոց պատմության մասին, աշխարհի մասին խոսում են նույն լեզվով, նույն բառերով, ոնց որ երեք վիդեո էին նկարել, ասում եմ երկվորյակ եղբայրներ ոնց որ լինեն։ Այդ լրագրողների ճեպազույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կազմաքանդեց Ղարաբաղյան շարժումը, անվանելով արկածախնդրություն, նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստորեն մեզ այդ արկածախնդրության մեջ ներքաշել, հրաժարվեց արցախցիների հետ կատարվածը անվանել էթնիկ զտում, ինչը ինձ թվում ամենամեծ հանցագործությունն է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ, եւ փաստորեն արցախցիներին անվանեց պատանդ, այսինքն ինչ ասում եմ, 30 տարի այդ մարդկանց Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները պատանդ են փայել անհասկանալի նպատակներով եւ նույն բանը երեք ես ցույց տվեցի ձեր հուշումով իրար խառնված զանգեցիք, ասում եք բանը, այս Ալիևի հետ նույն բանն է ասում ես, ու ես միանգամից վիդեո նկարեցի, որտեղ Ալիևը տարիներ շարունակ նաեւ վերջերս ասում էր, որ այդ մարդիկ մեղ չունեն։ Ղարաբաղցիները, արցախցիները, այդ սեպարատիստները, հանցագործները, ահաբեկիչները, արցախցիներին, Արցախի հայերին պատանդ են պահում։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը նույն բանն է կրկնում։ Ես չգիտեմ ելի ինչ պետք է լինի, որ մեր միջավայրում մեր առաջադեմ շրջանակները արդեն գլխի ընկնեն, որ Հայաստանը ապրում եւ շնչում է ադրբեջանական նարատիվներով եւ Հայաստանի ինքնիշխանությունը, մշակութային ինքնիշխանությունը, առաջին հերթին ինքնավարությունը, ներքին կյանքը կասկածի տակ է ամենուրեք, ամեն ինչի ետևում սահմանադրությունից սկսած երևում են Ալիևի ականջները եւ Էրդողանի ծանր շունչը։ Շատ լավ նկարագրեցիր, տես ես օրինակ երկար ժամանակ մտածում էի, որ ինչքան բան է փոխվել վերջին 2 տարվա մեջ։ Մենք ուզում եմ անկեղծ լինենք, իմ մինչև հրաժարականի օրը, այսինքն 24 թվականի հունվար-փետրվար, Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումն եղել բոլոր հանդիպումների ժամանակ, դեսպաններ կլինեն, նախարարներ, որ տեղի ունեցել էթնիկ զտում, Ադրբեջանը իրականացրել է էթնիկ զտում։ Ադրբեջանը ասում էր, որ մարդիկ իրենց կամքով են գնացել, կամ ինչպես Փաշինյանը հիմա արդեն սկսել է ասել, փախել են։ Իսկ միջազգային տարբեր երեսպաշտ ստահակներ, ովքեր որ թաքուն Ադրբեջանի կողմից էին, բայց իբր նեյտրալ խոսում էին, պնդում էին, որ տեղի ունեցել էքզոդուս։ Անգլերենից եթե թարգմանում ես էքզոդուսը, նշանակում է, որ էլի իրանց կամքով գնացել են, պլյուս մինուս։
Որոշակի տենց Դուրս են եկել, էլի, հա տենց գնա դուրս են եկել, հա։ Այսինքն դե բռնի տեղահանում, էթնիկ զտում չկա։ Հետո մի քանի ամիս առաջ Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հարց զեկուցելուց ասեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ։ Ի պատիվ Նարեկ Կիրակոսյանի լրագրող, Նարեկը մոտեցավ, ես այդ մի եթերում դա ցույց եմ տվել։ Եվ Թորոսյան Արսենին ասեց, որ այս ոնց որ բռնի տեղահանված չեք ասում, չաթքի բռնել էր էլի պահը։ Բա ինչ կարևոր է բան, դուք ասեք, դուք ասում եք, նա ասես մենք լրագրող ենք, դուք կառավարության, դուք ոնց որ բռնի, բա կարևորը բովանդակությունն է, մենք օգնենք մարդկանց, կարևորը օգնությունն է, օգնություն ենք տալի բան, ոչ թե ձևը, այսինքն ըստ Թորոսյան Արսենի իրենք մտածում են, ես կառավարությունը մտածում եմ, որ ձևական բան է ասել էթնիկ զտում, թե բռնի տեղահանված, ձևականություններ ասա, հա։ Բառը, Այսինքն որ մեկին ես քրեական իրավունքի մասնագետ եմ նաև, որ մեկին բռնաբարության համար մեղադրանք առաջադրված լինի, քննիչը կամ մեղադրող կողմը կամ տուժողի կողմը, մենք դե տուժողի կողմից ենք, ֆիքսի, մենք տուժողներն ենք, հայ ազգը, ասի ինչ որ սեռական հարաբերություն է եղել։ Որ ասեն, բա, այսինքն ոնց ինչ-որ սեռական հարաբերություն, բայց դա բռնի է, չէ, բռնաբարություն է, ինչ-որ սեռական հարաբերություն ա եղել, ինչ էական է, ոնց ա եղել։ Ասենք ոնց կարա ասենց բան լինի։ Այս համեմատությունը կարող է մեկնասի տեղին չի, բայց մեծ հաշվով այսօր բռնաբարվում է մեր մշակույթը Արցախում, ոչնչացվում է։ Ընդհանրապես էթնիկ զտումը ցեղասպանական գործողություն է, իսկ մենք գիտենք, որ հայոց ցեղասպանության ժամանակ նաև նման բաներ են եղել։ Եվ բերել այդ բարձր մակարդակը ոտնահարման, տենց էս կամած իջացնելով բերել դե որ տուն են գնացել, կամ ցեղասպանության մակարդակը բերել, ցենց դե որ մտածել եմ այդ 1.5 միլիոնի անուններն ուրա ունեք այդ 1.5 միլիոնի անունները, ինչպես ի պատիվ Քոչարյան Անդրանիկին նշեց, որ Փաշինյանն է ուզում դա։ Հետո ճնշեցին, ասես դա իմ միտքն է եղել, բայց մենք գիտենք, որ Փաշինյանի միտքն է։ Այսինքն, այս վերջ 2 տարվա մեջ կարպիս թե Արարատ լեռից հրաժարումը կնիքներից, թե այդ խոսակցությունը, որ զինանշանի վրայից պետքա դուրս գա, թե որ Անդրանիկ Քոչարյանը չգիտես ոնց է հայտնում Ազատություն ռադիոկայանում ինչ-որ հարցազրույցի ժամանակ սկսում ասել, որ պետքա հայոց ցեղասպանության իրական հիմքեր մենք ստեղծենք։ Ինչ իրական հիմքեր միջազգային մակարդակում գիտնականների եւ իրավաբանների եւ բազմաթիվ երկրների ընդունված հաստատված փաստ է։ Ինչ նոր հիմքեր եմ, բայց չիմանանք ինչ հանգամանքներում են 1.5 միլիոն հոգին զոհվել։ Այսինքն իրավաբանորեն քրեական իրավունքի տեսանկյունից ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, ինչ արժանքում, որ գնան քնչական գործողություն անեն դերզորի անապատում։ Գտնեն տենան, ասենք ոնց է, ասենք այդ ժողովուրդը sense ոնց որ գնում է, հա, ուղեկցվում է ինչ որ ձիավոր Ադրբեջան, ասենք Թուրքերի կողմից եւ ընթացքում ճանապարհին մարդիկ են սպանում, են կեսը սովից են զոհվում, են կեսին բռնաբարում են, սնոր են սպանում։ Այսինքն ինչ է եղել է ցեղասպանության ժամանակ, ասում է հանգամանքները, բանը պետք է մի հատ լեն ուսումն երկար տարիներ Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ինչ արել են, որ մտցնեն մեզ այդ քննարկման մեջ, որ հետո ասեն դե տեսակ 1.5 միլիոն անուն չունեք։ Մի հատ հրյա կարա ասի, որ 6 միլիոն հրյա, որ ասում են, որ հոլոկոստի արդյունքում զոհվել է, անուններն ուր են, ինչ հանգամանքներում են, վստահենք ում են օրինակ այրել այդ գազային բաներում, գազով սպանել, իսկ ում գնդակարել, ովքեր սովից են զոհվել։ Բայց ասում եմ, հրյա հելնի տես բան խոսա։ Ինչ կանեն այդ հրյային։ Եվ մենք այս վերջ 2 տարվա մեջ մենք ունենք այս այլանդակ, այս դեգրադացիան, որ հասկանում ես, մինչև էտել էինք Ղարաբաղը կորցրել, մինչև էտե կար այդ խնդրեմ, բայց ինչ որ պայքար կար կարպիս, ինչ որ դատի էինք տալի, բան չոր գործեր։ Այս դեգրադացիան ու քանի ընտրության է մոդիկան, ես դա միայն կապում եմ ընտրությունների հետ։ Որ այսինքն լավ, եթե մենք շարունակենք պայքարել, Նիկոլն է մտածել տենց։ Ալիևն էլ մեր հետ է շարունակելու կռիվ տալ, խոսքի մակարդակում բանում ու հնարավոր է որ ընտրություններում ես խնդրեմ ունենամ որպես ես ընտրություններում խնդրեմ չունենամ ունենամ Ադրբեջանի ամբողջական աջակցություն եւ Թուրքիայի ես պետքա հրաժարվեմ հայոց ցանկացած բանից եւ ամեն մի հայկականության մեր հետ մենիքնության հետ կապված ցանկացած բանից ես սկսեմ խոսել նենց ոնց որ Ադրբեջանն է խոսում վերցնեմ Ադրբեջանի նարատիվները ինստալացիա անեմ գլխիս մեջ հա եւ այդ ինստալացիա արած այդ գլխիս մեջ այդ պրոգրամա ես եմ խոսալ որ ախպեր եկեք ինչ ասեմ ինչ որ մեկն ասավ ցեղասպանություն ասավ մի ասեք ցեղասպանություն ասավ դուք ասեք ցեղասպանություն էլի առնել ցեղասպանություն ասեք էթնիկ զտուկ է սա հայելային է լրիվ հայելային է մի ասեք այսինքն
Ինքը ասում այլայնա, ես ինչ ուզում ասի։ Ալիևի ասասնա, որովհետեւ դուք եք ցեղասպան է, դուք եք էթնիկ զտ է, դուք հայերդ եք սաղար է։ Մենք սաղ մենք ենք արել։ Դեք ես մի հատ կարճ ռեպլիկա անեմ։ Կամբերայից միջև Լոս Անջելես ցեղասպանագետները տարակուսած են, ոչ հայ, եւ հայտարարություն էին տարածել։ Այո։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչա կատարվում։ Ես շատ լուրջ պրոբլեմա, որ Ադրբեջանի աջակցության մասին խոսեցի, գիտեք օրեր առաջ Նիկոլ Փաշինյանին մի գեղեցիկ առավոտ աջակցություններ հայտնել ադրբեջանցի հայտնի ստահակ, հակահայ, հայաֆոբ, ֆաշիստական գաղափարներով հայտնի, նույնիսկ ադրբեջանցի որոշ առաջադեմ շրջանակների առամարանքը վայելող Կամրան ռազմավարը։ Ես նայ անկեղծ ասեմ, ինչ որ մեկ ինձ ուղարկել էր, չեմ հասցրել բացեմ, ես տեսա որ այդ բանն է։ Որ ամեն օրյա ռեժիմով սոսկալի ծաղրի է ենթարկում հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը, կասկածի տակ է դնում ընդհանրապես մեր մշակութային քաղաքակրթական ներկայությունը այս տարածաշրջանում։ Մի խոսքով մի կիսագրագետ ստահակ, որին շատ հրաշալի ձևով մերկացնում է հայտնի մի ուրիշ Ղազախ Այո, պատմաբան, չգիտեմ TikTok-ում, Instagram-ում տեսել եք, Նարանա անունը։ տեսել եմ։ Ղազախը դարձել է հայ ժողովրդի պաշտպանը։ Մանրամասն գիտական հղումներով, շատ կարճ 5 րոպեանոց, 4 կամ 3 րոպեանոց վիդեոներով Կամրանին խայտարական, ցուցատալիս Կամրանի գիտությունը, անգրագիտությունը, խոսքի կարա Կամրանը հելնի օթից հորինի, որ մայրաթորի ինչ որ մատ մուտքի վրա պատկերված է Շահ Աբասը, որովհետեւ առանց գիտական տվյալների, ուղակի Նարանը մտնում է ու ապացուցում է, որ Նարանը Կամրանը իդիոտ է։ Հիմա այդ մարդը աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ ես վստահ եմ լիքը ադրբեջանցիների մեծ մասը այդ թվում Ադրբեջանի ղեկավարությունը, Թուրքիայի ղեկավարությունը շատ կուզեն եւ ամեն ինչ անում են որ այդպես լինի, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Իրենց ձեռնտու գործիչը իրենց շատ ձեռք է տալիս, որ ի վերջո Հայաստանում իշխանության ղեկը հանձնված է այսպիսի մարդուն, որը չունի տորմոզներ, չունի արգելակներ, չունի ոչինչ, ընդհանրապես սկզբունքներ չունի, հետևողական չի, ոնց որ Թաթուլ Հակոբյանն էր ասել, շատ ձևակերպում դուրս եկավ, որ ամենահետևողական անհետևողականն է։ Այո, Որովհետև գիտեք, եթե 20 թվականից հետո գար ուրիշ իշխանություն, եւ այս նույն թեզերը կրկներ, կարող տրամաբանական լիներ։ Կարող է, էլի մենք քննադատենք, որ ասել այդ Ղարաբաղյան շարժումը սխալ է, լրիվ ուրիշ իշխանություն գար, որը կապ չեր ունենա այս պատերազմի հետ, այս պայքարի հետ եւ այլն։ Բայց մարդիկ Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Արադ Միրզյանը, որը գոռում էին, ճվում էին, իրենց ճղում էին Արցախը Հայաստանը եւ վերջ, ադրբեջանական այս հռետորաբանության պայմաններում ոչ մի զիջում, ու հիմա Ալեն Սիմոնյանը կանգնում ասում է ինքնավստահ, այնքան ինքնավստահ ոնց որ մաթեմատիկական ինչ-որ պրիմիտիվ բանաձև ասի, A+, չգիտեմ, B քառակուսին, ոնց որ այդ բանաձևը ասի։ Դրանց վստահ ասում, հա, բայց Ղարաբաղը Ադրբեջան չի։ Բայց այնգեր դու էր նուր գողանում Աղդամից։ Նրան հետ նկարվում Սերժ Սարգսյանին հեգնում։ օկուպացված նուր էր վերցրել նկարվում։ Ակնան իմ հայրենիքն է։ Այդ Սերժ Սարգսյանին էին էլի բան ջիջիլ բանանում գցում էլի որ հա նայ դու ասում ես մեր հայրենիք չի, ես ասում եմ մերն է։ Ըստ տրամաբանության, ըստ քաղաքական լոգիկայի, այսպես ասենք, պետք է գար ուրիշ իշխանություն եւ քննադատել նրանց այդ ամեն ինչը անելու համար եւ միգուցե ասել որ Ղարաբաղյան շարժումը սխալ է, դա կհասկանանք։ Էլի իրանց գերեզմանակ փորը կփորենք մենք։ Չակերտների մեջ քաղաքական սուր քննադատության կենթարկենք, բայց կհասկանանք, որ այս մարդիկ այս ֆրուկտն են, բայց հիմա 2 տարվա ընթացքում 2 տարբեր նույն մարդիկ տարբեր բաներ են խոսում, սա խելահեղություն է։ Կարպից, բայց այդտեղ ինքը ասում է, նա ինձ մեղադրում են, ասում են 18 թվին խի չես ասել, նայ։ Հիմի եմ ասում սեպտեմբերին դաժան անողոք պատերազմ ալնելու։ Նայեք, հետո չասեք չեմ ասել։ Սուտը բռնեմ, արագ սուտը բռնեմ։ Տեսեք, եթե ինքը 18 թվին մեզ ասելու բան ունենար ու ըստ իրա թաքցրել է, չէ՞։ Գոնե կլռեր, չէ՞։ Այո։ Որտեղ երբ մարդը գաղտնիք է ունենում ու չի կարողանում մեծամասնության ասել, գոնե լռում է։
Հակառակը չի խոսում։ Դա չենք ասում են նոր պատերազմներով նոր 19 գրավելու արա։ Բայց իրանք արա Ադրբեջանը ասենց են պատասխանը։ Եթե դու 18 թվին տեսնում ես որ ամեն ինչ հանձնված է, խես գալի ասում բանը նոր պատրաստ նոր տարածքներ։ Դավիթ Տոնյանին դրա համար խրախուսում, խես գնում Արցախ ասում։ Ես ասում Դավիթ Տոնյանը տենց չասեր, գործից կհանեի։ Բայց ինչ որ բան թաքցնող մարդը, ինչ որ մի բան զոհաբերող մարդը, գոնե լուր կլներ, գոնե զուսպ կլներ, գոնե Ադրբեջանը ներսից չեր պայթեցնի սամալյոտիկների հետ, մի քիչ զգույշ կխաղար, բայց ստում է, չէ, ակնհայտորեն տեսնում եմ ստում է այդ մարդը, որտեղ մարդկային պարզ շատ պրիմիտիվ հոգեբանություն է, որը ամենա ֆայլա բազարեն ամենավերջին ամենայն հարգանքով չեմ ուզում որևէ մեկին դասակարգել, բայց ֆայլա բազարեն ամենավերջին աշխատողից միջև ակադեմիկոս ակնհայտ է այդ մարդկային պարզ հոգեբանությունը, որ մի բան ուզում ես թաքցնես Գոնե չես խոսում դրա մասին, լռում ես, ցրում ես, բայց ինքը լրիվ հակառակ բաների մասն է խոսել։ Հիմա եկա ասում ես 2018 թվին գիտեի, ուղղակի չէի ասում, բայց հետո մենք գնացինք մեր պատմության ամենալեգիտիմ զոհաբերությանը, քանի որ ստեղծում ենք ի վերջո պետություն, մենք ենք մեր ճակատագրիտերը, ասես տեքստերը ասում եւ նաեւ պայքարում է Ստալինյան ինքնության դեմ։ Ո՞րն է Ստալինյան հայրենասիրությունը, էլի։ Ես քեզ անկեղծ մի բան ասեմ, դրան չեմ ուզում անդրադառնալ։ Ուզում եմ ասեմ հետեւյալը, որ նայ մարդիկ արձագանքում են մեր ոդկասթներին, լայվերին, բաներին, մեր խոսույթին։ Ու ասում են դուք անընդհատ ներկայացնում եք ինչն են իրանք վատ անում։ Շատ լավ եք ընդ որում ցույց տալիս դա։ Սակայն դուք պետք է ասեք, թե դուք ինչ կանեիք։ Որն եք, ինչ եք դուք առաջարկում։ Նայ, ու մի հատ իրավիճակ կա, որ եկել են, նես մի հատ բանի են բերել, ասում է պետք է տանք ճանապարհ Ադրբեջանին։ Այս նույն միջանցք բան, հա։ Եվ ասում է ինքը տվել է թրիփով։ Հա, դուք քննադատում եք օրինակ։ Դե ասեք դուք ո՞նց եք կտայիք։ Ես ասեմ, եղբայր, բայց ով է մեզ ասե, որ մենք պարտավոր ենք տանք ճանապարհ, որ դուք քննարկում եք, թե ոնց պետք է տայինք։ Ասեմ, ով է ձեզ ասե, որ դա մեր ճակատագիրն է, մենք դատապարտված ենք դա անելու։ Ասեմ, մենք դատապարտված ենք դա անելու, եթե կար Ղարաբաղ, կար Լաչինի միջանցք։ Բայց ձև չկար պետք է անեինք։ Բայց որ չկա Ղարաբաղ, չկա Լաչինի միջանցք, ուրեմն չկա ճանապարհ տալու։ Որն է ձեր այլընտրանքը, մեր այլընտրանքն այն էր, որ պետք չի ոչ մի ճանապարհ տալ ոչ մեկին, պետք է ուղղակի ճանապարհները բացվեն։ Բլոկադայից դուրս գանք, բացվեն, օքեյ, մենք մեր սահմանապահներով կանգնենք, դուք ձեր կգնանք կգանք այդքան բան։ Չէ, Ալիևն ասելա, պիտի հայ չտենանք, դե ասեք դուք ոնց եք կարող։ Ալիևը գլուխը պատին ա տվել ասելով չի։ Իրեք, ես ասեմ էլի։ Ունի իմա սրա մեջ։ Օրինակ, մենք չէինք շարունակ եմ միտքը մի հատ էլի։ Մենք չէինք ասի Ժորժ Ղարաբաղյան շարժումը սխալ էր։ Ավելին, ես եք օրա մտածեմ, ես ինչի շուրջ։ Դա էլ բան ասեմ, էլի։ Իմ կարծիքով, կա դու չհամաձայնես իմ հետ։ Ղարաբաղյան շարժումը ավարտվել է 94 թվականին։ Որը մի Նիկոլն ասում է Ղարաբաղյան շարժումը մենք չենք շարունակում։ Այս ընտրությունը նրա մասին է, որ պիտի ովքեր մեզ ընտրեն, ուրեմն չեն ուզում շարունակվի, ովքեր ընտրեն մյուսներին, ով որ կլինի, կապ չունի, Զավենիչին դաժե այդ ընտրում են, ուրեմն ուզում են Ղարաբաղյան շարժումը շարունակվի։ Այ ախպեջան, այդ շարժումը չկա, շարժումը ավարտվել է 94 թվականի հրադադարի ժամանակ, բանակցել են вообще ուրիշ բան, որտեղ վերջնականապես ամրագրվել է այդ ռեգիոնի հայկական լինելը, անկասկած։ Հասկանում ես, հա, ինքը ինչ ասում։ Ասում է Ղարաբաղյան շարժումը եթե մի անենք, պատերազմ կլինի։ Դրա համար ասում է, ես հայտարարում եմ, որ այդ շարժումը մենք չենք շարունակելու։ Եվ մի հատ նոր բան հայտարարեցինք շաբթի օրվա այդ ասուլիսի ժամանակ, որին դու անդրադարձար, ասում է, ես որպես Հայաստանի վարչապետ հայտարարում եմ, որ ես հրաժարվում եմ պատմական արդարությունից։ Մեզ պետք չի պատմական արդարություն։ Եթե մա ուրիշ թեմա մտցնեմ, ախպեր ինչ պատմական արդարություն։ Ո՞վ է քեզ դες բան ասը։ Ո՞վ է այս երկրում ուզում պատմական, ինչ պատմական արդարություն։ Եթե ես ինչ դաշտատան եմ, որ ուզում են Թուրքիայի պատմական արդարությունը կարա բերի հասնի նա, որ դա Թուրքիայից պահանջվող, չգիտեմ ով է պահանջում, չգիտեմ, սկի դաժե դաշնակները չեն պահանջում, բաներն են, տարածքները, հա, դա պատմական արդարության մասին է, ցեղասպանության մասին է։ Այսինքն կներես, եթե դու պատմական արդարությունից հրաժարվում ես, մարտ ամիսն է եղբայր։ Ապրիլի 24-ին ինքը չպետք է գնա ցեղասպանության հուշահամալիր։ Գնա ինչ անի ախպեր, պատմական արդարությունը նաև նրա մասին, հա, որ ընդունեն որ ցեղասպանություն եղեն, ներողություն խնդրեն։ Հողերը, հա, հողերը մեզ տալու մասին չի կարծես։ Ինքը ապրիլի 24-ին գնալու է հուշահամալիր ինչ անի։ Ես որ ասում եմ, որ ընտրվեն քանդելու են այդ հուշահամալիրը, տարածքը մի բանի, տակ ծախեն, մի բան անեն, ասում են, բայց
ոնց որ գույները խտացնում եք դուք։ Հիմա ժողովուրդ ջան ամփոփելով ուզում եմ ասեմ, մենք ինչ ենք, մենք առաջարկում ենք չպղծել հայ ազգի սրբությունները։ Մենք առաջարկում ենք քեզանից դեռ բան չեն ուզել չտալ ոչ մի բան, այսինքն այս խեք մտել այն գծի մեջ, որ դուք անընդհատ պետք է տաք, որ դուք անընդհատ պետք է զիջեք, անընդհատ պետք է վերափոխեք ձեր նախկին արված հայտարարությունները եւ հայկական ճշմարտությունները անգլերեն ասած replace անեք ադրբեջանական նարատիվներով, ճշմարտություն բառը չեմ ուզում օգտագործեմ։ Ով է ասել, օրինակ Ադրբեջանը երկար տարիներ պնդել է, որ Ղարաբաղի ժողովուրդը դա պատանդ գերի ժողովուրդ է, սեպարատիստական խունտայի ձեռքին։ Նույն բանը Նիկոլն ասում։ Հիմա նույն բանը բառացի հելավ 5 շաբթի օրը ասա։ Բառացի հելավ 5 շաբթի օրը ասա։ Արքան, ես մի բան ասեմ, էլի մատ հոգեբանական պրոբլեմ եմ։ Նիկոլն ասում է սոցիալ հոգեբանությունը, ջան։ Մեծ սոցիալ հոգեբանություն դու ասա դա ինչ։ Ես այդ դրա մասին էլի վաղուց խոսել ենք։ Այն մարդիկ, ովքեր որ տենց ագրեսիվ ձևով, որոնք իբրև թե նիկոլական չեն, բայց իմ խորը համոզմամբ լատը նիկոլական են, այն մարդիկ, ովքեր որ տենց ագրեսիվ ձևով ասում են, դա այլ ընտրանք ցույց տուր, դե դուք ինչ եք անելու, գաք ինչ եք անելու։ Իրականում Հələ ասա շուտ արա։ Այդ մարդկանց որևէ այլ ընտրանք պետք չի։ Նույնիսկ եթե դու այլընտրանք ներկայացնես, իրանք այդ այլընտրանքին լուրջ չեն վերաբերվելու, իրանք քեզնից այլընտրանք են ակնկալում, որ դու ներկայացնես ու իրանք ծաղրեն, որ իրանք դա քլնգեն, որ ասեն՝ «Ուրա քաղաքական միտքը»։ Իրանք կարծիքով, իրանք ենթագիտակցության մեջ քաղաքական միտք ունի միայն Նիկոլը։ Այսինքն իրանք այլընտրանք պետք չի, այդ մարդկանց մեծ մասը որ հարցնում են։ Իրանք ծրագիր ներկայացնել պետք չի։ Իրանք հարմարվել են այս իրավիճակին։ Ուղղակի դա իրանց համար ինչ որ ալիբի է։ Իրանք հարմարված նիկոլական իրականությունում ապրում են, որոնք մեծամասնություն չեն այդ մարդիկ։ Ուղղակի հարմարված ապրում են, իրանց բանը էշի տեղ դրած պուտինիզմի դեմ են պայքարում, չեն նկատում ադրբեջանական դիվերսիան մշակութային եւ հարմարված ապրում են, իրանց էդի լավ է, գրանտները կաթում է։ Իրանց պետք չի որևէ այլընտրանք։ Եթե դու այլընտրանք ներկայացնես, իր կարիերան կարող է կասկածի տակ հայտնվի։ Բայց կան նաև լիքը adekvat մարդիկ, որոնք ուզում են այլընտրանքային ճանապարհ, այդ մարդկանց համար մենք այլընտրանքային ճանապարհ ներկայացնում ենք եւ հիմքում որն է մեր պատկերացած այլընտրանքային ճանապարհը, որ մենք չենք պլանավորում ցնցումներ, չենք պլանավորում անհավասարակշիռ տեղաշարժեր քաղաքական կուրսի մեջ։ Մենք չենք գալու Նիկոլ Փաշինյանի պես հիստերիկաբար ասենք, ես սկսում եմ իմ զրոյական կետից, ոչ, մենք այդ մեծամտությունը չունենք եւ պատկերացնում ենք, թե ինչ երկրում ենք ապրում եւ ինչ երկիր ենք պատրաստվում ինչ որ ուղղությամբ տանել եւ մեզ տենց կտրուկ շրջադարձեր պետք չեն։ Եվ նախ պետքա այլընտրանքը որն է գալ, հասկանալ, գույքագրել ի վերջո, թե ինչ ունենք հողի վրա։ Սա նկատի ունեմ։ Ամենակարևոր բանն է, որ դու գույքագրես, թե ինչ ունես բանակցած։ Նոր դրա հիման վրա ինչ որ բաներ փոփոխես, ինչ որ մի բաներ մերժես, ինչ որ մի բաների համաձայնես եւ այլն։ Բայց գալով ցեղասպանության թեմային 2020 թվականից հետո ոչ մեկ Նիկոլ Փաշինյանի թաթիկը չէր բռնել ու չէր ասել մաթլը կոկորտը ճղելով խոսի ցեղասպանության պահանջատիրության մասին։ Ոչ մեկ այդպես բան յանի չէր ակնկալում։ Սարդարապատ գնա անդե ելույթունեցի Սևրի դաշնագրի մասին։ Այդ դա ախր 20 թվականից առաջ էր, ես ասում 20 թվականից հետո։ Յոպե, բայց մտա ասու թվին ախպեր ջան, չի ասեմ մեղադրում եք։ Դե ասին գիտեր որ չէր ասում, չէ։ Ես հալավ շարունակի ասեմ։ Սևրի պայմանագրի մասին Հայաստանի որևէ իշխանություն երբեք չի խոսել։ Իդեպ դրա մասին խոսել են ոչ միայն ինքը Նիկոլ Փաշինյանը, այլ Արմեն Սարգսյանը։ Այդ Արմեն Սարգսյանը խոսելով Սևրի պայմանագրի արդիականության մասին, ես փորձես ասում եմ, դե մենք պետք է հարցը լուծեինք հակամարտության ոչնչացումից եւ ապամոնտաժումից հետո նախագահ Արմեն Սարգսյանի մասին խոսքը պետք է լուծեինք դեռ 90-ականներին։ Բա եղբայր, ինչ ես հիմա ասում։ Ինքն Սևրի պայմանագրի մասին խոսացողներից մեկը ինքն էր։ Ադրբեջանական գազամուղները չթիրախավորելու մասին առաջին խոսացողը ինքն էր։ Բաբաջանյան Արմանին եմ հիշում, որ ասում էր չպետք է թիրախավորել։ Բայց ինչի համար ինքը եկել Հայաստան, որ երաշխիքներ տար, որ չենք թիրախավորելու, ինչի պիտի։ Եթե դա մեր ճնշման Ադրբեջանի վրա ազդելու, աշխարհի վրա ճնշում գործադրելու միակ միջոցն էր, պայթեցնել այդ գազամուղը։ Ինչի է։ Այդ ինչ էր։ Գիտակցաբար Հայաստանին տանում եք պարտության, իմանալով որ դա ճնշման մեր միակ գործիքն է։ Ու տեսար որ օրինակ հիմա ինչ է անում Իրանը գիտի որ իրենց համար ճնշման կարևոր գործիքա Հորմուզի նեղուցը փակելը, ճիշտ է։ Այո։ Առավոտյան նորից հայտարարեց որ փակում ենք վերջնական, որովհետև գիտեն որ ցամաքային օպերացիա կարող է սկսվի։ Այսինքն իրանք ինչ լծակ ունեն իրանք ազգին պաշտպանելու համար օգտագործում են։
Դա ամոթ բան չի, ժողովուրդ դա տենց է աշխարհը կառուցված։ Ինչևից է նորից գալով այդ նախնական թեմաները մի կողմ թողնենք դրանք ինչ անսկզբունքային արարածներ են։ Սևորի պայմանագրի մասին խոսողները հիմա ասում են ցեղասպանություն բառը չօգտագործենք։ Բայց 44-րդ պատերազմից հետո որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի թաթը չէր բռնել եւ ասում գնա այդ հարցի հետևից։ Ինքը կարող ուղղակի լռեր։ Ինքը կարող ուղղակի այլ կերպ վերաբերվեր, որը մեկը չէր ասում գնա ցեղասպանության հարցը դարձրու արտաքին քաղաքական առաջնահերթություն, հատկապես որ երբեք չի եղել, էլի։ Եկեք խոսում ենք չհաշված Քոչյանի ժամանակ ՄԱԿ-ի ամբիոնի ելույթն ալ, բայց լավ է, եսի մի չի։ Ոչ մեկը չէր ասում, բայց հիմա ինքը այդ չի անում։ Հիմա լիքը մարդիկ այդ լատենտ նիկոլականներ, բանը, մեզ մանիպուլացնում են ժողովրդին։ Ասում են դե ախր մենք ցեղասպանության հարցը չենք կարող արտաքին քաղաքական բան դարձնենք, որովհետեւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարող կարգավորել, բայց մենք չենք ասում առաջնահերթություն դարձնել, մենք ասում ենք դա կասկածի տակ մի դիր եղբայր։ 100%։ 100%։ Նա եթե, այսինքն մեծ sense անբարոյական բան կա, էլի որ բաժանումը sense արած, որ ինքը հրաժարվողն է, ով դեմ է խոսում, ասում են, այսինքն ուզում եք գնաք Թուրքիայի հետ պատերազմեք, 90 միլիոնանոց Թուրքիայի հետ գնում եք պատերազմի, ասեմ, ապրես ինչ եք սա։ Էս ինչ եք անում արա։ Էս ինչ եք անում։ Այն որ պատերազմի եւ հաղթանակի մասն է խոսացած, չէ՞, տեսական, հետո հազար ձևով ինքս ինձ խմբագրելով ցույց տվեցի, որ մենք դա չենք ուզում։ Բայց այդ հատվածը կտրել է, գիտեք, լիքը մարդիկ էլի այդ լատենտների ճամբարում, քու ֆրենդների մեջ բան կա, չէ՞։ այն որ գավորնա մոտենում է սրացումների պատճառով։ Մոտենում է կատուների բազմացման, հա, շրջափուլու սկսում են ձեներ հանել, էսենց չանչերի վրա կանգնել, ու ոչ չեմ կարա։ Բայց սեփական տներում ապրողները կհասկանան, թե կատունի ինչ վախենալու ձենը հանում, երբ որ պետք է արդեն այդ հորմոնները են, որ sense տրակում են, այդ տենց հարցակվել էին վրես։ Բայց ինչն էր, փաստարկը իրանց ո՞րն է։ Հաղթանակ բառից տենց terror-ի են ենթարկվում իրանք, որ ես տեսականորեն պատկերացրել եմ իմ երկրի հաղթանակը, պատկերացնում եք։ Խոսքի գետին է մտնես, ուզում ես հաղթենք։ Ամոթ չես անում էլի։ Ոնց։ Արտասպատիացնես ինչ ձևի ենք ինչ նվաստացված։ Այսինքն սա, ախր սա այդ ուղեղների մեջ արդեն կարպիս, ոչ թե էսի օրինակ $1 տրիլիոն էլի որ զենք առնենք, եթե մեր մտածողությունը սա է, մենք ոչ մեկ միայն կարանք հանձնվենք։ Միայն ուր ոչ իման չի կարող։ Դա գլխիդ մեջ պարտված։ Դա գլխիդ մեջ զենք չի օգտվում։ Գեյմից խոսակցության, ասենք, հա, այս առաջինը մենք ենք մեր հաղորդման մեջ ասել, որ լինելու է պարադ, շքերթ, մայիսի 28-ին։ Հիմա Փաշինյանը որպեսի բան չլինի դասավորությունը, դա ինֆորմացիան ունեցա, որ բնականաբար Ադրբեջանին է տեղեկացվել սկզբից, որ ուզում եք ասես բան անենք, մանք ասեն։ Ինչ ուզում եք արեք, մենակ թե ընտրվեք։ Մենակ թե ընտրվեք։ Հա ու ասում դե շքերթ ենք անելու, բայց ասում դա շքերթ չի։ Այդտեղ ենք էլի նվաստանում։ Դա հաշվետվություն է մեր քաղաքացիներին, այսինքն ուզում են զենքը հանեն, այդ առած զենքը ինչ արել են ձեր շրջանում, տենց անցկացնեն փողոցով ու տենց իրանք է կանեն, լավ ինչ է այդ հաղորդավարը, որ հաղորդում է։ Հրապարակ է մտնում, ինչ է։ Քաղաքացիների հաշվետվության համար ներկայացվող տանկը, խոսքի։ Արամոտ չգոնում ովքեր։ Արա կամ շքերթ արեք, ասեք այո մենք ինքնիշխան ենք։ Կարակ տղա եք ասեք։ Ասեք մենք ինքնիշխան ենք, շքերթ ենք անում։ Կամ էլ ասենք մի արեք ոչ մի շքերթ, այնա ում ուզում եք տարակ ցույց տվեցիք։ Բունկերներն է տարակ ցույց տվեցիք, որ հատուկ գաղտնի է, գիտես, չէ՞, падգամավորներին չէին թողում մտնեն նայեն։ Քաղաքացիներին տարած չեն տվել։ Բանը ձեր բերված զինված ուժերի միջոցներն էլ։ Մարդ, որը ի սկզբանե ասում է, եթե ես չընտրվեմ պատերազմ կլի կպարտվի Հայաստանը, դաժան աղետաբեր կլինի, բան։ Այդ մարդը ուզում է ցույց տա, որ մենք զենք ենք առել։ Եղբայր անձի երկվությունա ձեր մոտ։ Եթե զենք եք առել, չպետք է դաժան ձևի պարտվենք, ուրեմն, եթե բանակի ռեֆորմ եք արել, մենք չպետք է դաժան ձևի պարտվենք, որտեղ ավելի պատրաստ ենք, քան երբևէ։ Քանի անգամ է Քոչարյան Անդրանիկը իր ինտերվյուներում ասել, բանը նախարարը ասել, որ մենք այլևս սա այն բանակը չի, սա հզոր արդեն ուրիշ է։ Խենք անո բանը դաժան ձևի պարտվելու ես չեմ սկանում։ Խենք անողոք, էլ ինչ բառեր օգտագործես, սպասիլա։ Ոչ ահավոր բառեր օգտագործ։ Չէ, ասում եմ պրոստը կպարտվենք։ Ահավոր բառեր օգտագործեմ, ու ես սպասում եմ հունիսի 8-ին։ Հունիսի 8-ին, նա ինչ ասե։ Ասում է, եթե սահմանադրական մեծամասնություն չկազմենք, ասենք պետք է ասենք վատագույն սցենարով Նիկոլը կրեմ ընտրությունն է, դե բացառում եմ, որ սահմանադրական մեծամասնություն ունենա, ասենք ասելու ենք, այսինքն, կասկա, մասկա դնենք
Զենք մենք բան վեկալ ենք, գնանք կռիվը սկսվելու է դա հեսա, որտեղ չես ստացես համանդրական մեծամասնություն։ Всё, պրոբլեմա։ Իսկապես խնդրեմ, որովհետև այն ինչ որ հիմա կատարվում է, սա զուտ քաղաքական, տնտեսական, առօրյական ինչ որ հարց չի, ինչ որ փոքր ռեֆորմ չի, սա թոշակների մասին չի, չգիտեմ, մնացել հարցերի մասին չի, այսինքն մեր մշակութային միջավայրը փոխվում է եւ դրա կենտրոնական բաղադրիչը դառնում է մեր պերմանենտ պարտվելու գաղափարախոսությունը, մեր պերմանենտ պարտված լինելու գաղափարախոսությունը, որ ծպտուն չանեք, չէ, անողոք պարտություն կգրենք։ Սա շատ քայքայիչ տեղ է մեզ տանում։ Ու անդադ մենք էլ ինչ որ անբարոյական էս դիսկուրսին փորձում ենք հակադարձել, անդադ փորձում ենք ասելով, բայց ախր դա սխալ է, ու հետո ստիպված ենք արթանալ, բայց չէ որ մենք էլ պատրաստ չենք ուզում։ Ու ասենք ինչ որ բայց չէ որ խոսքը, չէ։ Կալամբուր է տենց դառնում, որտեղ իրանք թեման գցում են, հետո մենք ասում ենք ախր տենց չի, հետո ստիպված ենք նույնպես ասել, բայց մեր ուզածն էլ պատրաստ չի, որովհետեւ բանական մարդ ուզածն էլ պատրաստ չի։ Բայց ու այդ անվերջ բայցերը ու բոլոր ճշմարտությունները այստեղ լղոզվում են։ Ու ամենակարևորը որն է, որ իսկապես Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ է հայտնվում։ Եվ հիմա ամեն ինչ վերահսկվում է Ադրբեջանի կողմից կամ ապագայում այդպես կլինի, որ ամեն ինչ վերահսկվի։ Ունենալու ենք ադրբեջանական դաբրոյով սահմանադրություն, ադրբեջանական դաբրոյով օրենքներ, ադրբեջանական դաբրոյով սահմանափակ բանակ, մեր հրապարակային խոսքը, մեր ձևակերպումները ենթարկվելու են ցենզուրայի Ադրբեջանի համար եւ հիմա ուզում եք այդպես շարունակել։ Կան լիք քաղաքական ուժեր, որոնք տարբեր խոստումներ են տալիս, անցած անգամ լավ ծիծաղացինք այդ որոշ խոստումների վրա։ Նույնիսկ եթե հիմա ձեր թոշակները 100 անգամ բարձրացնեն, այդ ինչն է սա պետք, եթե մեր սահմանադրությունը Ադրբեջանի դաբրոյով է։ Ինչն է սա պետք։ Ես ասում եմ, անդադ այդ բարեկեցիկ ապրելը տամոքսային մշակույթի տենց լեգիտիմացնելը, որ ամեն ինչ տամոքսով է որոշվում, լավ ապրենք, թքած հայրենիքի վրա, թքած այդ կարևոր հոգևոր ոգեղեն արժեքների վրա։ Ես ամենալավը լավ կյանք կարող է պարգևել Ալիևը։ Ես ուզում եմ թեման զարգացնեմ։ Ուրեմն մի քանի օր իշխանությունները կպել են երաշխավոր բառից։ Այս բառը մի հատ բացենք։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, երբ որ խաղաղության պայմանագիրը բանակցվում էր Ադրբեջանի հետ, խաղաղության համաձայնագրի, այսինքն ինչ արժանքում խաղաղության համաձայնագրի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տեղի ունեցող որոշակի որևէ պայմանավորվածություն, որը պետք է կայացվի։ Այդ համաձայնագրի մի կոմպոնենտը իմ առաջարկով այն պետք է լիներ, որ լինեին խաղաղության համար երաշխավորող ինստիտուտներ։ Առաջին, ասենք ես ու Կարպիսն ենք, բան ենք ստորագրում, դա հաստատվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Այսինքն Հայաստան-Ադրբեջան ստորագրվելի խաղաղության համաձայնագիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով հաստատվում է, եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որի մեջ մշտական անդամներն են, 5 անդամ պետություններ կան, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա։ Այս պետությունները ատոմային գերտերություններ են եւ նրանք հաստատում էին, որ շատ լավ է, խաղաղություն, շո, նորմալ է։ Հարցերնի կգաք մեր մոտ։ Այսինքն այդ երկուսիդ միջև պայմանավորություններից որևէ բան եթե հանկարծ մեկը մյուսին ուզենա գցի, որտեվ Ժորժան գցում են իրար։ Ոչ միայն մարդկային սովորական կյանքում են գցում իրար, պետություններն էլ են իրար գցում։ Խափի, պայմանավորությունը չանի եւ այլ բաներ պահանջի, կգաք մեր մոտ։ Ադրբեջանը դեմ էր։ Մյուս մեխանիզմն այն էր, որ Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մինսկի խմբի կոնտեքստը։ Այսինքն այս երեք պետությունները ոչ թե որպես Մինսկի խումբ, այլ իրանք կային են երաշխավոր, որտեղ մյուս զբաղվել են այս կոնֆլիկտով, ճիշտ է։ Հա, եւ Հայաստանը ворթեգրեց էլի հրաժարականից հետո եղել։ Ադրբեջանի պահանջը, բանը, Ադրբեջանի գաղափարը, որ մեզ միջնորդներ պետք չեն։ Մենք պետք է միասին երկուսով պայմանավորենք այս ամեն ինչի շուրջ եւ լինի խաղաղ։ Մեզ պետք չի երաշխավոր։ Այն որ ասում են ինձի բմբուլ պետք չի, ասենց հավատորի ակտորը ասենց բանան։ Ինձի բմբուլ պետք չի մոտավես գծի մեջ, հիմա հələ գոռգոռում են ամբյոնից։
Տեսանք երաշխ, մեզ պետք չի երաշխավոր, բան արա, եթե մի անգամ երաշխավորը վատն է եկամ չի աշխատել, դա ինչ անգամ չի կարելի ապագայում լավ երաշխավոր։ Սա մեկ, երկրորդը։ Մեծ հարց է դու ինչ երաշխավոր ես ունեցել ու ինչ ա եղել։ Եվ երրորդը։ Իսկ ով ասե որ հիմա դուք նոր երաշխավոր չունեք։ Հələ դուք Թուրքիային եք երաշխավոր բերել։ Դուք Ալիևին եք, հա, ձեր իշխանությունը պայելու երաշխավոր բերել։ Այս երաշխավորի թեման դուք եք բացում։ Հիշում ես որ ասացին մենք միջնորդներով չենք բանակցելու։ Մենք հրաժարվում ենք բոլոր միջնորդներից։ Ինչ տեղի ունեցավ։ Փաշինյան-Էրդողան հանդիպում Նյու Յորքում ու ես դրա մասին գրեցի։ Եվ Փաշինյան-Էրդողանն ասավ աջակցեք մեզ Ադրբեջանի հետ բանակցություններում։ Միջնորդ մարդու ներգրավեց։ Գիտեք ցավը որն է, որ այս ամեն ինչը լավ չի ընկալվում։ Մեր երիտասարդները այս ամեն ինչը չեն ուզում տեսնեն։ Դե պետք է սկզբից լսեն, կարծես որ տեսնեն, ընկալեն։ Իմիջիայլոց ամսի 31-ին մոտ 120 երիտասարդի հետ հանդիպում կա, Restart հիմնադրամն է կազմակերպել ինձ հետ, այսինքն ընտրություններին մասնակցող ուժերի հետ հանդիպումն են անում։ Ինչ մեղադրանքներ են հնչում մեր հասցեին, ասում են ասկայնական եք դարձել։ Ախպեր չէ սուգուբը ռուսերեն ասած բանակցային բան եմ ասում։ Ես Հարվարդում վերապատրաստվելուց եմ դա սովորել։ Ինձանից չեմ հնարել, ես դաշնակցություն չեմ եղել։ Ես երբեք չեմ երդվել Մաուզերի եւ ինչ իրան երդվում։ Ես շատ adekvat մարդ եմ։ Եվ այդ adekvatությամբ միջազգային փորձը սրա մասին է։ Զգում եք նիկոլականները ինչ են անում։ Հիմա երկու հոգի կներես, որ գնում են մեքենան առուվաճառ քանել։ Ես օրինակ անդադ բերեմ եմ։ Իրար այդ չեն ասում, չէ՞ մեզ միջնորդ պետք չի։ Դու փողը դուր ես մեքենան քեզ տամ, անվերցրու գնա քեզ համար վայելիր։ Գնում են նոտար։ Նոտար։ Ստորագրում են նոտարի մոտ։ Նոտարը հաստատում է գործարքը, փողը փոխանցվում է, մեքենան տալիս է իրան, նոր ՀՔԲ-ն հաշվեկնչական ինչ բաժինը, քննական բաժինը ոստիկանության գրանցում է մեքենան քո անունից։ Այս ամենակարևոր բանը չասեցիք է, միջև անվանափոխությունը, այդ ավտոն չի քշում 5 տերը։ Նաև ստուգվում է որ արգելքներ չկա վրան ուրիշ։ Հա։ Կարող այդ ավտոն գրավ դրած է մի տեղ եղբայր մեզ խապեմ գց։ Բայց չեն Փողերը վեկալեմ փախնեմ։ Չեն օգտագործում։ Հիմա նայ, պրիմիտիվ է մի բան, ասենք ավտոյի առուվաճառ, չենք ասում տուն, լավ տունը թողորնի, պրիմիտիվ բան է անձնական կյանքում։ Դու երրորդ մարդ ես ներգրավում, ինստիտուտ, մարմին ես ներգրավում, որ ես մարմինը երաշխավորի քո գործարքը։ Չխափվես, չքծվես, արա պետությունը պետության դեմ, որ պատերազմներ են մղե։ Հազարավոր մարդիկ են զոհվել։ Եսի մինչեր ա եղել, նրանք եսի մեն ինչ պահանջներ ունեն, ամեն օր խոսում են դրա մասին, բան։ Այսինքն ինքն ասում է ցեղասպանություն չասենք, նրանք ասում են Խոջարիի ցեղասպանությունը։ Ինքն ասում է մենք պետք չի վերադարձի իրավունքից խոսանք, նրանք ասում են մենք գալու ենք Հայաստան ապրենք, դա Հայաստան չի, Արևմտյան Ադրբեջան է։ Ինքն ասում է մշակութային հարցեր չխոսանք, նրանք ասում են մեր գերեզմանները գալու ենք, տիրություն անենք, բան անենք, բանը կապույտ մսկիթը մերն է, բանը կոնդներ, կոնդ թաղամասը մերն է, մի քանդենք, բան։ Նիկոլն ինչ ասում է նրանք, այսինքն Նիկոլն ինչ ասում է, ինչ թեմա փակենք, նրանք ընդ բացում են։ Ու այս կոնտեքստում ասում է մեզ միջնորդ պետք չի։ Մեզ երաշխավոր պետք չի, բան, դի ելույթ ունեցավ պարլամենտում։ Երաշխավորը արա, բանը Կիպրոսի երաշխավորն ով էր ասում, Թուրքիան, տեսակ ինչ արա, մտավ գրավեց քեսը։ Այդ արգումենտը իր դեմ է։ Հա, լսի, Ուկրաինայի երաշխավորն ով էր, Ռուսաստանը, մտավ, տեսեք, գրվում են։ Էտա ձեր իմացած երաշխավոր, այսինքն եկար է մանիպուլյացիոն պատմական փաստեր։ Ուկրաինա երաշխավորը 3-ն են, մենակ Ռուսաստանը չէր։ Չէ, Ռուսաստան։ 1995 թվականի Բուդապեշտի մեմորանդումով։ Հա գիտեմ, հա։ Պրոստը ինքը տենց Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան։ Այո։ Երաշխավորում են տարածքային ամբողջականությունը, փոխարենը Ուկրաինան պետքա հանձնի միջուկային զենք։ Ավելին Ուկրաինան համաձայն ընդունում որ դիլի նեյտրալ։ Չպետք է մտնի ոչ մի միջազգային պաշտպանական կառույց։ Հետո ի՞նչ է տեղի ունենում։ Ուկրաինան սկսում է գնալ դեպի ՆԱՏՕ։ Համաձայնությունը փոխել։ Դե դրույթները ավելացնել համաձայնության մեջ։ Ու երաշխավորը ի՞նչ է անում այդտեղ։ Հարցակվում է իր վրա, այո։ Եվ հետո դա ինչ օրինակ է Հայաստանի համար։ Իսկ գիտեք, Այսինքն մեր երաշխավորը այսօրվա Թուրքիան մեզ չի գրավելու ըստ Նիկոլի, էլի։ այս ամեն ինչը խոսում է փաշինյանական քաղաքականության, քաղաքական փիլիսոփայության, սնանկության մասին, որտեղ իրանք երբ որ ասում են միջնորդ, իրանք երբ որ ասում են երաշխավոր կամ խաղաղապահ, իրանք մտածում են որ վերջ, դա ինչ որ բացարձակ դիեզերական կատեգորիա է, որը եթե կա, ուրեմն ամեն ինչ կա, բայց դա այդպես չի։ Անվտանգային տեսանկյունից բազմաթիվ կոմպոնենտներ կան, որ դու պետք է միաժամանակ բոլորը ապահովես, որ կարողանաս բան, այսինքն
Զուտ ֆիքսել, որ դու ունես երաշխավոր, հասկանալի է։ Զուտ ֆիքսել, որ բանակ ունես, էլի է հասկանալի, որ մենակ դանով չի։ Դու դիվանագիտություն պետք է ունենաս, բանակ պետք է ունենաս, ժողովուրդ պետք է ունենաս, քաղաքապաշտպանություն պետք է ունենաս, տնտեսություն պետք է ունենաս, զենք պետք է առնես, տի պարապես, տի վազես, տի կրակես, պետք է փորձես, տի զորավարություն անես։ Այո, սաղ հետ պետք է երաշխավորներ հետը պետք է ունենաս։ Դուք ուզում եք մենակ հանձնվելով խաղաղություն, բայց չի լինելու, արա։ Այսինքն այսօրվա բանը policy-ին քաղաքականության հետևյալն է։ Տրվենք բռնաբարին, որ մեզ չբռնաբարի։ Բայց ինքը բռնաբար է, ասենք բռնաբարելու է, ինչի մասն է խոսքը։ Տրվեք։ Էսա քաղաքականությունը պետական։ Իրանք ինչի համար են նաև ռուսների օրինակով փորձում Հակառուսականությունը աճացա երկրում հասկանալի է։ Չէ, մի րոպե։ Ինչի համար են ուզում ցանկացած միջնորդություն արժեքել։ Եվ իրանք դա գիտակցաբար արեցին, երբ որ ռուս խաղապանային հրավիրեցին նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կեղծ լուրեր սկսեցին տարածվել, որ վերջ, արդեն Ղարաբաղը ռուսներինն է, որ հետո իրանք գնան ճանաչեն էթնիկ զտում իրականանա, ամբողջ պատասխանատվությունը հայ ժողովրդի աչքերում մնա ռուսների վրա։ Համաձայն եմ։ Եվ հետո որ ասեն միջնորդը ՔԽ երաշխավոր չկա, ախպեր միջնորդը ՔԽ թող Ամերիկան լինի միջնորդ։ Ուղղակի մեր Ամերիկային երաշխավոր բերեք։ Մեր փորձագետներից շատերը սովոր են դատողություններ անել ինտուիցիայով, ինչը քաղաքականության մեջ շատ զզվելի բան է։ Մենք չունենք փորձագետներ կորպուսից, ֆիլմը մի դեպքում։ Լավ, մարդկանց մեծ մասը դատողություններ անում ինտուիցիայով։ Այ ռուսները, այ Պուտինը սա կուզեր, այ Էրդողանը սա է ուզում, այ Թրամփը սա չի թողի, ռուսները դուրս չեն գա։ Բայց նկատիր ունքը ոնց խաղացրեց Մակրոնը, տենց հավելությունները։ Բայց պետքա դատողություններ անել հրապարակային փաստերի եւ փաստաթղթերի վրա։ Մենք խոսում ենք փաստաթղթերով։ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը փաստաթղթերով Ռուսաստանին չի պատկանել։ Ռուս խաղապահները հանունրակրվելու մանդատ չեն ունեցել։ Այլ խնդիր է, որ նրանք ուզեցել են կամ չեն ուզեցել եւ այլն կամ որևէ քաղաքական քայլ չանելու ռազմավարությունը ворթեգրել, քանի որ իրանք էլ էին այնտեղ նահանջում, դնեպրոցեսկոմ էին անցնում, բայց Ղարաբաղը, Արցախը պահել կամ չպահելը եղել է հայ ժողովրդի ընտրած ղեկավարության պարտականությունը, պատասխանատվությունը։ Այո, միանշանակ այդ ամեն ինչը մենք արձանագրել ենք, այդ ամեն ինչը մենք գիտենք եւ ասում ենք, մարդկանց բացատրում ենք եւ մեր միակ միտքն այն է, որ մենք ուզում ենք ձեզ ցույց տանք, որ դրա էլ ընտրանքը կա։ Բացարձակապես կարիք չկա sense նվաստանալու։ Ավելին, այս նվաստացումը խաղաղություն չի բերում։ Բանավեճի բռնվել Ամեքլուսի հաղորդավարը, չգիտեմ նայեցի թե չէ։ Եվ ասում եմ, բայց խաղաղություն հարգարժան, խաղաղություն շատ ընտիր բան է, լավ բան է։ Բայց ես խաղաղությունը հասկանում եմ անվտանգության մեխանիզմներ, երաշխիքներ, խաղաղությունը դրա հետևանքն է։ Ինքը փուչ բան չի օտոպցած խաղաղությունը։ Անվտանգության երաշխիքներ կան, մեխանիզմներ կան ներդրված, որի արդյունքում լինում է խաղաղություն։ Հիմա ասում եմ մենք, այս մեր երկիրը, մեր պետությունը, ոչ մի մեխանիզմ, ոչ մի երաշխիք չունի։ Պրոստը խոսում է խաղաղությունից։ Միտես մի հատ գրոս պերիոդ ունի, որ մեծ վարկ ես վերցնում կարող մի 6 ամիս պանդան, չէ՞, որ տոկոս չտաս, հետո բարձր տոկոս ես տալի։ Որ մինչև ընտրություններ բան արեք, այդ սալյարկա բան ղրգեք, ցորեն, անասնակեր, բան թողա, տենց հա բանա դու էլ մի քիչ մեզ քիչ քրֆի, չնայած Ալիևը չի կա, չի ամփերեմ, արանք էլի մի երկու բան ասում, այնպես որ գլուխներդ կտրեցին կարա, բան տենց է խոսում։ Իրանի թեմայով չգիտեմ, էլի մեզ էր հիշե։ Հա, գլուխները ջարդեցինք sense բան։ Մենք իր հաջողության պատմությունն ենք բանում։ Հա, դե հիմա մենք իր success story-ն ենք, ինչ ասի, մի ասենք sense հա դասավորվե կյանքը, եւ այստեղ բանը, ասեմ խաղաղությունը ընտիրագույն բան է։ Չկա, ես չգիտեմ մարդ որ խաղաղության դեմ կարա խոսա, էլի։ Եվ ոչ ոք չի խոսում, բայց այսպես բաժանել են դաշտու, ասում են մենակ մենք ենք, ու ով դրա դեմ խոսում է, ինքը ուզում է պատերազմ։ Դե ախպեր ջան, չէ, էլի։ Նյետ։ Բայց պետք է մենք ամփոփենք հաղորդումը։ Հիմա մեզ կասեն հրաշալի եք ներկայացնում։ Ցույց տվեք այլընտրանք։ Այլընտրանքի համար ցույց տամ առաջին քայլը։ Մի գնացեք, մի քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին։ Եվ հետո արդեն կգան մնացած քայլերը։ Երկու հատ կարևոր բան կա, առաջինը որ բոլոր ընտրություններին մասնակցեն, սա շատ կարևոր է, ֆունդամենտալ նշանակություն ունի։ Եվ երկրորդ բանն է նա, որ նաև այլընտրանքը արձանագրվի, ես կարծում եմ մինչև ընտրությունները այդ ամեն ինչ կերևա, մի քիչ ավելի շուտ է հիմա, բայց միանշանակ ով որ ձեզ ահաբեկում է թշնամով,
հա, որ ձեզ շանտաժ անում պատերազմով, դա արդեն փաստա որ իրան պետք չի ընտրել։ Ինչ է քննարկում։ Իսկ մտա Նիկոլ Փաշինյանի վրիպակներ մի քիչ շուտ սկսեց terror-ի ենթարկելը պատերազմում, սա թեման լավ կմաշվի։ Հայ ժողովուրդը ինձ թվում է չի հավատում այդ թեմային։ Հուսամ, բայց ամբողջ քարոզարշավը ոնց հասկանում եմ, ինքը հասկացել է որ թոշակ բարձրացնելը էմոցիա չի առաջացնում կարծես։ Էմոցիա պետք կմպեյնի համար։ Ինքը էլեկտորալ բազան բյուրեղացնում է վախի կառավարման մեխանիզմներով եւ վախի կառավարման մեխանիզմը այն խոսույթը, որ ինքը ներդրել է։ Ինքն էլ ասում է լավ, նայ, գուլյաց դա գուլյաց ռուսների ասած։ Ասում է թե պետք է ասեմ, որ պատերազմ, եթե ես չընտրվեմ պատերազմ կլինի, հեն ավելի լավ է ասեմ, եթե սահմանադրական մեծամասնություն ունի պատերազմ կլինի։ Դու ավելի շատ բերեմ էլի։ Տերորը հաբեկելու եմ, հաբեկելու, սենց ասեմ։ Խելացի անznավորություն ա ոնց որ, բայց այդ հարցը։ Շանտաժի։ Այսօր այսքանը Այսօր այսքանն է սիրելի հայրենակիցներ, մենք ուղղակի ուզում ենք դուք ես քննարկված թեմաների, այլընտրանքի եւ այն ինչ որ քննարկեցինք, դա ամեն ինչի վերաբերյալ ձեր արձագանքները թողեք մեկնաբանությունների բաժնում, միացեք ալիքին, միացեք Կարփիս Փաշոյանի ալիքին, Կարփիս հարցազրույցները դիտեք եւ տարածեք։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։